Բարեկալու Civilnet մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք ձեզ հավանել այս տեսանյութը, տարածել այն սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքէջ եւ sehmel.net կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական փորձագետ Ավետիք Քերոբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քերոբյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Այսօրվա այսպես ասած breaking news-ը կամ ամենակարևոր նորությունն այն է, որ Հայաստանը Starlink արբանյակային ինտերնետի այսպես քարտեզում է հայտնվել եւ այդ կապը արդեն հասանելի է Հայաստանում։ Դրա մասին խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, դրա մասին գրառում է արել նաեւ Հայաստանի վարչապետը։ Եվ երբ ժամանակին ես խոսում էի փորձագետների հետ, երբ խոսում ենք ռազմաարդյունաբերության մասին, Հայաստանի բանակի մասին եւ այլն, նրանք ուկրաինական օրինակ բերելով, ուկրաինական բանակը օրինակ բերելով, ասում էին, որ պետք է հնարավորինս շուտ Հայաստանը հայտնվի Starlink-ի այսպես տեսադաշտում եւ դաշտում Հայաստանում գործի Starlink-ը, որովհետեւ դա ըստ էության արագ եւ որակյալ կապ ապահովելով ուկրաինական բանակը կատապուլտ արեց 19-րդ դարից 21-րդ դար։ Բացի այսպես քաղաքացիական նպատակներով օգտագործելուց այս կապը, ինչ հնարավորություններ է տալիս ռազմական տեսանկյունից, բանակի առումով, ռազմական առումով, ռազմաարդյունաբերության մասով, եւ արդյոք դա կիրառելի է Հայաստանում։ Դե ես չէի գերագնահատի Starlink-ի այսպես հասանելիության ստացումը Հայաստանում, դա ավելի շուտ այսպես քաղաքական միավորներ հավաքելու գործիք է այսօր գործող վարչախմբի մոտ։ Ընդհանուր առմամբ Starlink-ը ավելի շատ բան չի տալիս, քան գործող օպերատորները եւ գործող օպերատորները եւ հուսալի կապ է տալիս, գործող օպերատորներն են հուսալի կապ տալիս եւ շարժական կապ են տալիս եւ վերգետնյա ֆիքսված կապ են տալիս։ Starlink-ը կարելի ասել այլընտրանք է, որովհետեւ ինքը այսքան էժան չի։ Starlink-ի տերմինալի վարձակալությունը տարեկան կարող է հասնել մինչև մի քանի հազար դոլարի, կախված նրանից, թե ինչ թողունակության կապ եք ուզում ունենալ։ Այն, որ Ուկրաինայում Starlink-ը օգտագործվում է որպես կապի հիմնական միջոց, դա մեզ միայն հուշում է, որ ռադիոճնշումը, որը որ ավելի քան էֆեկտիվ է Ուկրաինայում, դա է ստիպել որպեսզի Starlink-ը օգտագործվի որպես կապի միջոց, նաև պետք է հասկանանք, որ մյուս կապի միջոցները ճնշվում են, նկատի ունենք դրա համար։ Մյուս կապի միջոցները, այո, ճնշվող են, մանավանդ Ուկրաինայի հարթավայրային պայմաններում, այնտեղ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ավելի արդյունավետ են, քան Հայաստանի նման լեռնային կամ անտառային տեղանքներում, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ Starlink-ը այնտեղ դառել է հիմնական կապի միջոց, նաև այն պատճառով, որ առաջնագծի այսպես արագ փոփոխման պայմաններում կապի մնացած նախորդ այսպես միջոցները մոբիլ կապը, բջջային եւ ֆիքսված կապը այնտեղ ուղղակի հասանելի չէ, որովհետեւ առաջին թիրախ են դարձել բջջային կապի աշտարակները, բջջային կապը ուղղակի չի գործում, երկրորդ բջջային կապը հեշտ վերծանվում է, այսօր այնպիսի միջոցներ կան։ Դրա համար է ասում, որ ինքը ավելի հուսալի կապ է։ Ավելի հուսալի կապ է, եթե չկան այ ֆիքսված կապի միջոցները կամ ռազմական կապի այլ միջոցները։ Օրինակ կարող եմ բերել, որ չինական Huawei-ը արդեն մի 5-6 տարի առաջարկում է ռազմական LTE, այսպես կոչված Enterprise LTE կամ Extended LTE, որը թույլ է տալիս կազմակերպել ռազմական կապ, այսպես սահմանափակ միջավայրում, սահմանափակ տարածքում, որը կարող է ապահովել զորքի այդտեղ գործող զորամասի կամ գումարտակի կամ գնդի կապի բոլոր կարիքները։ Մենք նաև ունենք տեղական ռադիոկապ, տեղական արտադրության ռադիոկապ, որը արդեն ձայնային կապը կարող է ապահովել։ Starlink-ը թույլ է տալիս ուրիշ բան անել։ Starlink-ը թույլ է տալիս արագ տեղ հասցնել տեղեկությունների մեծ ծավալ, օրինակ քարտեզներ, հետախուզական տվյալներ կամ ապահովել ուղիղ վիդեոկապ, ասենք օդային հարթակների հետ, հետախուզության կամ հարվածային միջոցները, տեսել ենք այս վերջերս ուկրաինացիք օգտագործում են այսպես FPV կամիկաձեների մայր հարթակներ, որոնք օդ են հանում, ասենք մի 10 FPV միանգամից եւ օդից բաց են թողնում եւ կառավարում են այսինքն այդ մի 10 FPV-ին դրոնը մի
մայրի հետ եւ Starlink-ի միջոցով նույնպես կարող է դա արվել եւ ավելի եւ հավանաբար հենց դրա միջոցով էլ արվում է։ Իսկ Starlink տերմինալը դնում են նաեւ օդային հարթակի վրա, ապովելով հուսալի եւ մեծ թողունակության կապ, ինչը այսպես այլընտրանք է նախկինում գործող արբանյակային կապ միջոցների հետ, կապ միջոցներին, որոնք մեծ թողունակություն եւ արագագործություն, այստեղ latency տերմինը պետք է օգտագործեմ, արբանյակային կապի տրադիցիոն միջոցները առնվազն կես վայրկյանի բան ունեն, միջակայք ունեն, մինչև սիգնալը տեղ կհասնի հետ կապված է գեոստացիոնար ուղեցրերում արբանյակների հեռավորության հետ։ Այն որ եթե չեմ սխալվում, տարածաշրջանային երկրներից Հայաստանը երկրորդն է, որ Starlink-ի կապը հասանելի է, Ադրբեջանը դեռ չունի։ Պաշտոնապես, այո։ Պաշտոնապես, որովհետև Starlink ոչ պաշտոնապես, այսինքն այսպես գորշ ճանապարհներով հասանելի է դեռ շատ վաղուց, ասենք մի 3 տարի ես տեսել եմ անձամբ Starlink տերմինալը Հայաստանում գործող, այստեղ սահմանափակումների։ Դե սահմանափակ պետք է հասկանանք ինչ բան է արբանյակային կապ, հա։ Արբանյակը չի կարող Հայաստանի վրայով թռնելուց անջատի իր Starlink-ը, իր կապը եւ հետո հետ միան, հա, 10,000-ից ավել Starlink արբանյակ կա կարծեմ թռնող, եթե չեմ սխալվում մոտապես այդքան, որոնք անընդհատ Հայաստանի վրայով են թռնում, գիշերը, պարզ գիշեր եղավ եւ մոտ մի քիչ բարձրացակ սարեր, ասենք Starlink-ի համաստեղությունը տեսանել է, անընդհատ պատտվում են եւ տերմինալի այսպես տեսադաշտում գտնվելու պարագայում այդ կապը կա ու այդ կապը անընդհատ կա։ Այստեղ խոսք գնում է հենց օրենսդրական կարգավորումների եւ օրենքով հասանելի եւ պաշտոնապես հասանելի, վաղ կտեսնեք Starlink-ի արդեն բրենդային խանութը, տերմինալները, վարձակալության պլանները, այսպես վարձավճարի պլանները, այսինքն պաշտոնապես հնարավոր լինելու հայ օգտատիրոջ համար այդ Starlink-ը ունենալ, դրա համար վճարել, դրանից օգտվել, տունը դնել, այսպես ասած, եւ օգտվել դրանից։ Տունը պետք չի դնել, պետք է դնել այնտեղ, այդ իր հիմնական առավելությունը նրանում է, որ այնտեղ որտեղ ֆիքսված կապի կամ բջջային կապի օպերատորները չեն հասել, այսպես իրենց հասանելիությունը լայն թողունակությամբ հասանելիությունը չեն հասցրել, կարելի է դա ունենալ, կողքը բացել մի արևային կայան, այսինքն մարդը, որը որ կտրված, ասենք, Աշոտցքում կամ Գեղարքունիքում ինչ-որ տարածքում, որտեղ որ չկա հասանելիություն, այնտեղ կարող է ունենալ ինտերնետ հասանելիություն եւ օգտվել, այսպես ասած, քաղաքակրթության բարիքներից։ Սա արդյոք նշանակում է, որ այս կապը նաև հասանելի է ռազմական նպատակներով եւ բանակում, կարելի է արդեն կիրառել, թե դրա համար հատուկ թույլտվություններ են պետք։ Ես կարծում եմ, որ Starlink-ի կիրառման պայմաններում հատուկ կա ոչ ռազմական օգտագործման պայմանները, այն ինչ որ տեսնում ենք Ուկրաինայում, գիտենք, որ նախորդ վարչակազմը Միացյալ Նահանգների հատուկ վերաբերմունք ուներ Ուկրաինայի, այսինքն փաստացի հանդիսանում էր հակամարտության կողմ իր կապի, հետախուզության, զենքի, զինամթերքի եւ այլն այդ ամեն ինչը տրամադրել ուկրաինական կողմին, չեմ կարծում, որ այսպիսի վերաբերմունք առայժմ մեր համար հասանելի է։ Այսինքն դեռ դժվար է ասել ինքը կիրառվելու է ռազմական նպատակներով, թե ոչ Հայաստանի պարագայում։ Այո, ամեն դեպքում այս մեկ օրվա նորությունը դրա մասին դեռ վաղ է դիտարկումներ անել։ Հասկանալի է։ Վերադառնալով ռազմաարդյունաբերության ոլորտ, տեսեք, երբ իշխանությունների հետ խոսում ենք սրա մասին, կամ ոլորտային նախարարը ասում է, որ ոլորտը բավական մեծ քայլերով առաջ է գնում, որովհետև պետությունը, հիմնական պատվիրատուն կամ պաշտպանության նախարարությունը բավական մեծ պատվերներ է իջեցնում ոլորտին եւ այդ պատվերների ընդհանուր այսպես հանրագումարային ծավալը հասել է մոտավորապես $500 միլիարդ։ Արդյոք ոլորտը նախ, եթե թիվը ճիշտ է այսպես ասած, ոլորտի ընկերությունները կարողանում են այդքան գումարը կլանել եւ պրոդուկտ տալ դրա դիմաց, թե ոչ, եւ երկրորդը ինչ հիմնական ուղղությունների վրա է այս պահին կենտրոնացած մեր ռազմաարդյունաբերության ոլորտը։ Դե այդ պայմանագրերի ընդհանուր գումարի մասին է խոսքը, որ ասում պայմանագրային պայմանավորված գումարների, պայմանագրված գումարների մասին է խոսքը, ոչ թե փաստացի մատակարարվող ապրանքի մասին։ Ես ընկերություններ գիտեմ, որոնք դժվարություններ ունեն, ասենք, բաղադրամասեր ներկրելու, դժվարություններ ունեն որոշակի հումք, օրինակ ասենք պայթուցիկ նյութեր եւ այլն, որոնց արտադրությունը Հայաստանում չկա, դրան ներկրման դժվարություններ ունեն եւ գիտեմ նաեւ, որ մեր պատկան մարմինները, այսպես ասած, առանձնապես ջանք չեն գործադրում այդ ընկերությունների դժվարությունները հաղթահարելուն օգնելուն։
ամեն դեպքում նաև պետք է նշել, որ այդ որևէ նախարար կամ պաշտոնյա չի էլ նշում, կամ չի մատնաշում, թե ինչ ժամանակատվածի համար են այդ գումարը հատկացրել, բայց նաև իրենք մոռանում են նշել, որ այն ինչ որ զարգացմանն է ուղղված, ասենք ռազմարտության զարգացման է ուղղված, արդեն 5 տարի է թերակատարում են։ Խոսք գնում է հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկցիոն աշխատանքների բյուջեին, որը զարգացումն է, փորձանմուշների արտադրության բյուջեի մասին է խոսք գնում է ռազմարտության ոլորտում մասնագետների պատրաստման մասին, տարի թերակատարվում է։ Ահռելի մեծ տոկոսով է թերակատարում, այսինքն չնչին դե որովհետև ոլորտից անտեղյակ մարդիկ են ղեկավարում ոլորտը, այսինքն նախորդ բոլոր նախարարները, բացառությամբ Չոբանյան Հայկի, որը ամենակարճ պաշտոնավարած ԲՏԱ-նախարարն է, ոլորտից ընդհանրապես անտեղյակ են։ Ունենք այսօր ինչ-որ պատմական թուրքագետ Մխիթար Հայրապետյան, որը մի տարուց արդեն ավել ղեկավարում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, դրանից առաջ արդեն ազգանունն էլ չեմ հիշում, որ նախագահի խորհրդականը գնացել, հա, դրանից առաջ նախագահն էր, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, հա, դրանից առաջ Արշակյան Հակոբը, որը ուղղակի չէր կարողանում ճիշտ տերմիներով ձևակերպել ռազմարտությունաբերությունը կամ պաշտպանական տեխնոլոգիաները, ասում են պաշտպանողական տեխնոլոգիաները, այսինքն մենք գործ ունենք մի վարչախմբի հետ, մի վարչակազմի հետ, որը հայտարարելով, որ ռազմարտությունաբերությունը զարգանում, դրա հետ միասին նաև խուսափում է ռազմարտությունաբերություն բառը օգտագործելուց, ուղիղ մեջ են բերում նախկին նախարար Արշակյան Հակոբի խոսքը, հա, որ ճեպազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ խուսափելու ենք ռազմարտությունաբերության բառը արտաբերելուց։ Դա այդպեսի կա, ինտերնետում գտնեք, այն ժամանակ, երբ որ բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարտությունաբերության նախարարություններ շրջանառվում այսպիսի անունը, հանկարծ դա դառավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որի միջալոց այսօր, ասենք, եթե դիեզերական կապը կարելի է համարել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, ես կարող եմ վիճել այդ մարդկանց հետ։ Դա կապի ոլորտ է, ոչ թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Այդ դիեզերական կապի ոլորտում մենք այսօր ոչ մի բան չենք անում։ Բացարձակ ոչ մի բան չունենք։ Նույնիսկ չունենք կապի արբանյակ, որը սուվերեն իրավունք է, ասենք մեր սուվերեն պետության իրավունք է ունենալ սուվերեն կապի արբանյակ։ Նկարահանող արբանյակ ունենք։ Դե այդ նկարահանողն էլ, այո, Արմսատ մեկը, որը արդեն քանի երևի 3 տարի սա շուտով կլինի կամ 3 տարի շուտով կլինի, որ արդեն ուղեցրում է, բայց դրա օգուտը մի առանձնապես չկա, որովհետև չի էլ կարող լինել այդ կարգի արբանյակից մի առանձնապես օգուտ, ուղղակի կարող լինել այսպես ընդհանուր օգտագործման տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել այսինքն նպատակներով մեջ պետք է աշխատի, որ օգուտ լինի։ Շատ ավելի լուծունակությամբ, շատ ավելի լավ լուծունակությամբ պատկերներ են հասանելի եւ շատ ավելի արագ։ Օրինակ ես վերջերս հետք պարբերական չասեմ, ինտերնետ լրատվության միջոցը դրա մավակ էր հայտարարել, որ կարողանան պլանետ այսպես հարթակին հասանելիություն ստանան եւ լրագրողները եւ հետաքննողները կարողանան հասանելիություն ունենան թարմ արբանյակային պատկերների, դա շատ ավելի լավ, շատ ավելի օգտակար գործիք է, քան Արմսատից ստացած լուսանկարները կամ պատկերները։ Բայց վերադառնալով ասենք մեր ձեր հարցին, հա, այսինքն ինդուստրիային տրվող արտադրության համար տրվող փողը մի բան է, այդ արտադրությունից շատ այդ գումարից շատ կարելի է կատարել 2-3 կամ 5 տարի առաջվա մշակումների արտադրությունը։ Մեկ ուրիշ բան է զարգացման համար տրվող բյուջեն, որը ինչպես ասացի մի քիչ առաջ, գիտահետազոտական ուղղվածության։ Այո, գիտահետազոտական ուղղվածության եւ նաեւ պետք է ասեմ անցած տարվա բյուջեում 24 թվականի բյուջեում եւ կարելի է ընդհանրել որ 25 թվականի բյուջեում կար փորձանմուշների պատրաստման համար արտադրության համար փող, որը անցած տարի ծախսվեց 1 մի քիչ միլիարդ դրամից ծախսվել են ընդամենը 51 միլիոն դրամը, այսինքն չնչին, 5%-ի կամ դրանից էլ ավելի պակաս ծախսեր կատարվել եւ այս տարի կառավարությունը նախաձեռնել էր այդ փորձանմուշների արտադրության ֆինանսավորման կարգ, այսպես հաստատեցին մարտի 13-ին, այսպես խայտարակ խախտումներով հանրային քննարկման ժամկետը դեռ չավարտված, դրեցին կառավարության նիստի, որոշում անցկացրեցին
ընդ որում անտեսելով բնականաբար այն հանրային քննարկման հարթակում իդրավտայեմում մասնագետի գրած կարծիքը, թե ինչով էթերի է այս կարգը։ Ես այդ կարգի մի փոքր անդրադառնամ, այդ կարգում նշված ժամանակացույցին, եթե ուշադրություն դարձնենք, 103 աշխատանքային օր է անցնում ընկերության կողմից այդ փորձանմուշների արտադրության հայտը ներկայացնելուց մինչև պայմանագրի առաջարկ այդ ընկերության ուղարկել։ Այսինքն այդտեղ պետական մարմինների համար 5 աշխատանքային ամիս է նախատեսված այդ հայտը քննարկելու համար։ Դա երկար է։ Դա շատ երկար է։ Շատ չափազանց երկար է։ Այսինքն փորձանմուշը կա արդեն։ Դրա արտադրության համար ընդհանրապես պետք է 3 օր, որպես այդ որոշումը կայացվի, հա, պետք է թե պետք չի, եւ ինչ քանի հատ է պետք ընդհանրապես։ Հա, այդ 3 օրը դրա համար բավարար է։ Այնտեղ ազգային անվտանգության ծառայությունը ընդհանուր մինչև 25 օր կարող է այդ կարգով թույլատրված իրենց, մինչև մի 25 օր այդ կատարողի ուսումնասիրություն կատարել, նրա թույլտվություն տալ, արդյոք այդ կատարողը պետք է այդ փորձանմուշները արտադրի թե ոչ եւ դրան գնան փորձարկման։ Բայց որպեսզի պատկերացնենք 5 աշխատանքային ամիսը մարտի 13-ից եթե հաշվենք, գալիս է համարը սեպտեմբեր ամիս։ Սեպտեմբերի նոր կարող է այդ ընկերությունը առաջի պայմանագիրը տրվել ընկերությունից որևէ մեկին փորձանմուշներ արտադրելու, այդ փորձանմուշների փորձարկումը գնաց հասավ 26 թվական։ Այսինքն հիմնական խնդիրը դանդաղկոտությունն է, որոշումների երկարատև կայացումը։ Փաստացի այս կարգով դանդաղկոտությունը ինստիտուցիոնալացվում է։ Այսինքն դրվում են ինստիտուցիոնալ հիմքեր դանդաղ աշխատելու կամ չաշխատելու, որովհետև եթե ընկերությունը պետք է այսօր գործող ընկերությունը միջոցներ է ծախսել փորձանմուշը արդեն ինքը ունի, որի հետ կապված պետք է, ասենք, պետական ինչ-որ մարմիններ եզրակացություն տան, թե այդ փորձանմուշը գնա փորձարկումների, այսինքն ինչ-որ ծավալով արտադրվի գնա փորձարկումների, ապա 5 ամիս սպասել, ընդ որում ես գիտեմ ընկերություններ, որ իրենց գրություններին սպասում են տարիներով, գրությունների պատասխաններին սպասում են տարիներով։ Բոլոր տեսակի ժամկետները խախտվում են։ Բայց ինչպես կարող են 3 օրվա ընթացքում շատ կարևոր որոշումներ կայացնել, այնպես պաշտպանության ոլորտի վերաբերյալ։ Ինչ որ նմուշ հարցակողական կլինի, պաշտպանողական կլինի այդ տեխնոլոգիան, այդ մշակումը, պետք է թե պետք չէ։ Ապրիորի պետք է ընդունենք, որ պաշտպանության նախարարությունը, մեր ռազմական գերատեսչությունը պետք է իր կարիքների մասին իմանա։ Այսինքն գոնե պետք է իրենց կարիքները իրենց հայտնի լինեն։ Եթե այդ փորձանմուշը բավարարում է իրենց կարիքներին մարտավարտեխնիկական բնութագրերով, ապա իրենք կարող են միանգամից եզրակացություն տալ։ Այո, այս փորձանմուշը պետք է գնա փորձադաշտ, ջարդվի կամ քշվի կամ դրվի, պայթացվի, հասկանալի դառնա։ Այս նմուշը մեզ անհրաժեշտ է իր, այսինքն բավարարում է մեր կարիքներին, թե ոչ։ Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը այդ հանրային, եթե բացենք ամփոփաթերթը կարդանք, պաշտպանության նախարարությունը դրա փոխարեն առաջարկում է այդ կարգում ինչ որ դրույթներ սահմանել, եթե փորձարկումները բացասական փորձարկումների արդյունքները իրեն չբավարարեցին, ապա այդ փորձանմուշի արտադրության բյուջեն փողը միջոցները հետ վերադարձնեն։ Ինչը ծիծաղելի է ուղղակի։ Եթե այդ եզրակացությունը կա, որ պետք է իրան տալ փորձարկման, ապա փողը հետ վերադարձնել դա ոնց որ ոլորտի դեմ խաղաս, էլի։ Իսկ մի ձեռքով ուզում են այդ փողը տան, մյուս ձեռքով ուզում են միջոցներ պայմաններ դնել, որ այդ փողը հետ ստանան։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Մինչդեռ պետք է ուրիշ բան, պաշտպանության նախարարությունը պետք է ակտիվ պատվիրատու հանդիսանա, պետությունը կոչվածը պետք է ակտիվ պատվիրատու հանդիսանա, բայց տեսնում եք, որ իր ակտիվությունը, այն ուղղությամբ, որ զարգացման ուղղությամբ, իր ակտիվությունը ուղղակի արհեստական կերպով սահմանափակել է, ասեմ 5 տարվա ընթացքում 20-ից մինչև 24 թվականների ընթացքում ծախսել են ընդհանրապես զարգացման համար մոտավորապես 6 միլիարդ դրամ բյուջե, 6 միլիարդ դրամ փող։ Այն դեպքում, երբ որ իմ խորին համոզմամբ այդ 6 միլիարդ դրամ մեր ինդուստրիան կարող է 1 ամսում իրացնել, հենց զարգացման մասով։ Հասկանալի է։ Ես պատկերացնում եմ այսպես, մոտավորապես նախ բացատրեք ինչպես է տեղի ունենում այդ process-ը, որ չի ծախսվում գումարը, որովհետև եթե գումարը հատկացված է, օրինակ գնումների ոլորտում հետևյալն է, հայտարարում է տենդեր, մարդիկ գալիս են տենդերին առաջարկներով են հանդես գալիս, ով տալիս է էժան գինը, կոպիտ ասած վերցնում է այդ տենդերը։ Այստեղ ինչն է խնդիրը, վերցնողը չկա, այդ գումարը, առաջարկը չկա, խրթին պրոցեդուրաներ են դրած կան, ընթացակարգեր, որ մարդիկ չեն ուզում դիմել դրան, որն է խնդիրը, որ չի ծախսվում։ Իմ խորին համոզմամբ այստեղ ուղղակի դիտավորյալ գործ ունենք դիտավորության հետ եւ ես չեմ վախենում այդ բառից, չարամիտ դիտավորության հետ,
տեսեք կառավարությունը հայտարարել է իր ծրագրում 21-26 թվականի ծրագրում ռազմարտությունության զարգացումը մի ամբողջական էջ է հատկացված, ընդ որում երբ որ խոսում ես ռազմարտությունաբերություն եւ զարգացում, այդ երկու բառերը դնում ես իրար կողքի, ռիսկը անմիջապես է առաջանում։ Այսինքն դա այն ոլորտ է, որտեղ զարգացումը ռիսկային է։ Հա դու եւ կառավարությունն էլ է իր բարձր պաշտոնյաների բերանով մշտապես հայտարարել, որ մենք ընդունում ենք այդ ռիսկը, որ կա մի ոլորտ, որտեղ մենք ռիսկային ներդրումներ ենք կատարում։ Այսինքն կարող ես ներդրում անել եւ ոչինչ չլինի։ Արդյոք չստացվի, այո, նույն Աշոկյան Հակոբը ռազմավարության հանձնաժողովից մեկի նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնում էր, որ 90% այսպես անհաջողությունը ընդունելի կարող է լինել։ Այսինքն սա այն ոլորտն է, որտեղ զարգացման համար տրված ներդրված միջոցները ընդհանրապես 10% արդյունավետությունն են, այդ են լավագույն դեպքում Միացյալ Նահանգները, երբ որ ասենք հերթական սերնդի կործանիչի պատվեր են տալիս, միայն էսքիզային նախագծի համար ընկերություններին 500 միլիոն փող են տալիս։ Ամեն մի ընկերությունը, որը կուզենա մասնակցել այդ կործանիչի ծրագրին։ Այսինքն նրանցից, չգիտեմ, 10 մասնակցությունն 9 միլիարդ դոլարը, 1 միլիարդ է, այնտեղ մի 3-4 ընկերություն կան, որ մշտապես Boeing-ն է, Northrop-ն է եւ Lockheed-ը, որոնք որ այդ գիգանտներն են։ Բայց մեկն է ընտրելու։ Մեկն է ընտրելու, բայց 1 միլիարդ դոլարը այն գլխից դուրս գրած փող է, այսինքն դու ասում ես ես մրցույթի համար եմ այսքան փող տալիս, եկեք մրցույթի մասնակցեք։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք մենք պետական բյուջետից քան փող ենք հատկացնում, այսինքն պետական բյուջետը պետք է հասկանանք ինչ բան է, դա տնտեսությունից նախապես հանած փող է, հարկերի տուրքերի մնաց ամեն ինչ տեսքով, որը հետագայում պետք է հետ վերադարձվի տնտեսության կամ գնա սոցիալական, պաշտպանական, առողջապահական այլ ծախսեր բավարարի, հա։ Մենք ասում ենք մենք հարկեր ենք հավաքում կամ փող ենք պարտքով վերցնում, այս կառավարությունն է ասում, հա, որպեսզի պետական բյուջե ձևավորվի, դեֆիցիտը բացը լրացնենք, ու հետո չենք ծախսում այդ փողը։ Ինչ ենք անում այդ փողը։ Հետո վերադարձնում ենք, ասենք, կառավարության պաուստային ֆոնդ կամ անցած տարի նույն ռազմավարության զարգացման բյուջեն գնացել էր ուղղվել էր վերջինը ասեմ, գնացել էր ուղղվել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերությունների պետական հաջողություն, այսինքն ուղղակի փող էին տվել ընկերությունների, այն էլ ինչի, որովհետև վատ էին հաշվել, թե քանի շահառու կարող է լինել, դրա համար այսինքն լրացուցիչ փող տալու անհրաժեշտություն էր առաջացել։ Իսկ ինչ արել էին սեպտեմբերին, դա ուղղակի ծիծաղել է, հա, ոչ միայն ռազմավարության, այլև այլ ոլորտներից կտրել էին, տվել էին ներքին գործերի նախարարության, բարեկային ծառայության բարեկների աշխատավարձ կամ հավելավճար։ Այսինքն մենք տեսնում ենք այսօր։ Եթե չի ծախսում, պետական վերահսկողության ծառայությունը մտնում է բարեկային ծառայության, ասենք մենակ վառելիքի մասով 10000 լիտր չհիմնավորված ծախս է հայտնաբերում, այլ մնացածն էլ չգիտենք հիմնավորված է թե ոչ, որովհետև անձամբ ենք տեսնում, ասենք մի կարճ փողոցի վրա 10 բարեկային մեքենա կարող է կանգնած լինի, շարժիչները միացրած, լույսերը միացած, բնականաբար դա ծախս է, որը արդյունավետ չի, այսինքն տեսանելի է, որ արդյունավետ չի։ Բայց ռազմարտությունաբերությունը, որը կառավարությունը հայտարարել է, որ ռիսկային ոլորտ է, այդ ռիսկը իր ռիսկն է, ոչ թե կատարողի, այդ ռիսկային ոլորտում ծախսը չի կատարում, հետեւաբար չի ապահովում ռազմարտությունաբերության զարգացումը։ Դրանց այդ չարամտությունը որտեղ է երևում։ Այդ բյուջե չծախսելու մեջ։ Չէ, ինչպես չծախսելու, ինքը հատկացնում է բյուջեն, չեն դիմում կամ չեն գալիս դիմում, ինչ դիմողները շատ են, այդ 20 թվականի պատերազմից հետո ես վստահ եմ մեր ինդուստրիայի եւ նախաձեռնող խմբերի եւ փոքր ընկերությունների, որոնցից մի քանիսը մեծացել են այս ընթացքում, հա, իրենց ցանկությունը ծառայելու Հայաստանի պաշտպանությանը արդյունաբերության միջոցով, հա, չի նվազել։ Վստահ եմ, որ բազմակի ավելացել է։ Ուղղակի այստեղ գործ ունենք պետական մարմնի, հա, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության անգործության հետ։ Ինչ է անում, որ անգործ է։ Ստանում է հայտերը, չի հաստատում։ Ստանում է հայտերը, չի հաստատում։ Չունի այդ process, լինելով պետական լիազոր մարմին, ընդ որում պետք է հասկանանք, հա, որ վտանգախարությունը ասում է հանդիսանում է ռազմարտությունության ոլորտի լիազոր մարմինը, այսինքն ինքը կարող է ինքնուրույն, հա, իրագործել կառավարության ընդունած ռազմարտությունական եւ ռազմատեխնիկական քաղաքականությունը։ Հենց օրենքի մեջ էլ գրած է, իրականացնում է ռազմարտությունաբերության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կառավարության քաղաքականությունը եւ խոսքը այստեղ գրում է լիազոր, այսինքն ինքնուրույն իր ուժերով կարողանում է իրականացնել։ Չպետք է նայի պաշտպանության նախարարությունը կամ ներքին գործերի նախարարությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը, ասենք կոնկրետ այս մշակման կամ տեխնոլոգիայի նկատմամբ ինչ
բան ունի, վերաբերմունք ունի։ Ինքնուրույն կարող է որոշում ընդունել եւ իրականացնել այդ կառավարության քաղաքականությունը։ Վերջինը դա պաշտպանությանն է ուղղելու, ինչպես կարող է չնայել պաշտպանության այստեղ պետք է նախարարության հասկանանք, որ ոչ միայն պաշտպանությանը, հա, բարձ տեխնիկական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է նաեւ տնտեսական քաղաքականության իրագործողը։ Այսինքն եթե նույն կառավարությունը հայտարարում է, որ պետք է բարձր արժեքային շղթաներ, այսինքն մեծ ավելացված արժեքով ապրանքներ թողարկի եւ արտահանի, հա, արտահանման ուղղված քաղաքականությունն են իրականացնում եւ արտահանի, ապա միայն պաշտպանության նախարարության կարիքների համար չէ, որ աշխատում է բարձր տեխնիկական արդյունաբերության նախարարությունը իրավունք ունի իրականացնել այնպիսի մշակներ, որ ունեն արտահանման պոտենցիալ։ Հա, գնում են ցուցահանդեսների եւ այդ ցուցահանդեսներից գալիս են ինչ-որ գիտելիքով, տեսնում են թե ռազմական տեխնիկան, ընդհանրապես ռազմական տեխնիկայի շուկան որ ուղղություններով է զարգանում եւ այդ զարգացման ուղղություններն էլ պետք է ասենք յուրացնեն եւ այնտեղ մտնեն, որովհետեւ այնտեղ ոչ թե 20 կամ 30% շահույթով են աշխատում այդ ընկերությունները, այլ երանիշ թվերով է այդտեղ շահույթներ, էլի։ Հասկացա։ Տեսեք, երբ ես փորձում եմ նաև ռազմական փորձագետներից ճշտել, թե օրինակ ինչպիսի բանակ է Հայաստանին պետք հիմա, ինչպես պետք է վերափոխվի բանակը եւ այլն, կան նաև փորձագետներ, որոնք ասում են հետեւյալը, որ նախ պետք է իմանանք ինչպիսի պատերազմ է սպասվում, եթե սպասվում է, ըստ այդմ պետք է բանակը կառուցել։ Ասես եթե սպասվում է իհարկե ինչպիսի պատերազմ է սպասվում եւ ինչպիսին պետք է լինի Հայաստանի բանակը, որովհետեւ հիմա որ մենք նայում ենք աշխարհում մի ծայրում գոռում են տեխնոլոգիական բանակների կարևորության մասին, տեխնոլոգիական պատերազմների մասին, բայց ուկրաինական պատերազմում մենք տեսնում ենք դրա միքսը, եւ տեխնոլոգիական պատերազմը, եւ մանյովրենի պատերազմը, եւ ճակատային պատերազմը, եւ պոզիցիոն պատերազմը, մեր դեպքում ինչ է սպասվում։ Առաջին հերթին Ուկրաինայում տեսնում ենք պետության, հա, ամբողջական ներգրավվածությունը պատերազմում, այսինքն քաղաքացիների, համայնքների, տարբեր տեսակի ուժերի, իրենց սփյուռքի բան են արել, մոբիլիզացրել են, իրենց ամբողջապես մոբիլիզացրել են այս պատերազմի համար, հա։ Նայեք, մենք պետք է ելնենք, թե ինչպիսի սպառնալիքների ենք այսօր դիմակայում։ Եվ սպառնալիքները պետք է ընդունենք, որ գոյաբանական սպառնալիքներ են։ Մեր հարևան թշնամիները ուղիղ կերպով հայտարարում են, որ իրենց նպատակը Հայաստանի Հանրապետության չլինելն է։ Կամ լինել այնպիսի Հայաստանի Հանրապետություն, որ իրենք ինչ ուզեն հետը անեն։ Ինչ ուզենան թելադրեն եւ կատարել տան մեզ։ Հա, բարձ կերպով դա հայտարարում են։ Եվ իրենք շատ անկեղծ են իրենց այսպես խոսքում խոսույթում եւ ցույցել են տալիս, որ դրա համար ոչ մի միջոց չեն խնայում։ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ մեր սահմանների մոտ Հայաստանը գրավելու զորավարժանք է հասկացնում, ձմեռային։ Հա, ուղիղ կերպով այդ նպատակը գրված է։ Մեծ բնակավայրերի գրավում, ձմեռային պայմաններում։ Փողոցային մարտեր, չգիտեմ, տասնյակ հազարավոր զինծառայողների ներգրավմամբ, մի քանի երկրների այսպես զորքի ներգրավմամբ եւ այլն։ Մենք պետք է հասկանանք, թե մեր սպառնալիքները ինչպիսին են եւ ինչպիսի անվտանգության համակարգ ընդհանրապես պետք է ձևավորել։ Ակնհայտ է, որ մեր աշխարհագրական պայմաններում եւ այն ուժերի դիմաց, որոնք որ մեզ այսօր սպառնում են, ուղիղ կերպով, մենք չենք կարող միայն մեր զինված ուժերի այսօրվա թվակազմով դիմագրավել։ Եվ տարբեր հարթակներից խոսում ենք այն մասին, որ Հայաստանի պետք է անպայման պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որը պետության ամբողջական ռեսուրսի եւ հայության ամբողջական ռեսուրսի ներգրավում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Դրա մասին միջալյուց նաեւ իրենց բերանով խոսում են պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ոչ մի բան չեն անում։ Մենք այսօր տեսնում ենք, իհարկե ոչ, որովհետեւ դա չի կարող ընդհանրապես ընդունվել։ Դա պետք է ուղղորդվի, դա պետք է ուղեկցվի գործողություններով։ Դա պետք է ուղեկցվի հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելով։ Իսկ այսօր ինչ է անում վարչախումբը, ուղղակի պարակտում է ժողովրդին, պարակտող այսպես օրակարգեր է առաջ տանում, վախեցնող օրակարգեր առաջ տանում, պատերազմով վախեցնելով ունեզուրկ տնազուրկի անում Կիրանցի եւ Ոսկեպարի բնակչին, հա, եւ հանձնում է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ, մի բան էլ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմակալված տարածքները ռազմական ուժով վերադարձնելու նպատակ չունի, բայց ինչ նպատակ ունի անհասկանալի է։ Հա, այսինքն մեր Իրանցում Հայաստանի Հանրապետությունից տարածքները հանձնել։ Իհարկե։
Հայաստանի Հանրապետության փաստացի տիրապետության տակ գտնվող տիրապետության տակ գտնվող, ես նկատի ունեմ չճշտված քարտեզով, չճշտված սահմանագծով, չճշտված սահմանագծման սահմանազատման գործընթացով իրանցում հանձնվել է տարածք, որտեղ կանգնած է եղել հայ զինվորը։ Իսկ կողքի տարածքը, որը իրենց ասած էլի նույն քարտեզով Հայաստանի Հանրապետության տարածք է, ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ տարածքը վերադարձնելու Հայաստանի Հանրապետության այսպես սահմանապահների տիրապետության տակ։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Ուղիղ իրար հարևան են։ Այն տարածքը, որը որ նույն քարտեզով ՀԽՍՀ տարածք է եղել եւ Ադրբեջանի ԽՍՀ տարածք է եղել, մեկը մնացել է Ադրբեջանի, անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, մյուսը չի վերադարձվել Հայաստանի տիրապետության տակ։ Էլի այդպիսի տարածք կա, որ Հայաստանի դեռ տիրապետության տակն է եւ չի անցել Ադրբեջանի։ Դեռ չի անցել, բայց լիքը տարածքներ կան, ասում հենց կողքի հողամասը, որը որ այն հողամասի, որը որ հանձնվել է Ադրբեջանին, հա, փաստացի, կողքի հողամասը չի վերադարձվել Հայաստանին։ Ընդ որում մնացել են, ասենք Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ տարածքներ են մնացել ՀԽՍՀ, այսպես էլի իրավական ուժ ունեցող քարտեզներով, հա, ՀԽՍՀ տարածքներից, որտեղ անցնել էլ արդեն անհնարին է դարձել։ Ճանապարհը դեպի այդ տարածքներ, ասենք Բերիկաբերի ջրամբարի կողք գնաց չողասի, ջրամբարի կողք գտնվող տարածքներ, արդեն այնտեղ տարածքներ ունեցող մարդիկ չեն կարող գնալ այնտեղ, որտեղ ճանապարհը հանձնվել է Թուրքիան։ Տեղանքին լավ ծանոթ չեմ կարող ես այնտեղ շատ եմ գնացել։ Ասած բան անել, ոչ թե վիճել, այլ այսպես հարցեր տալ ճշտումներ իրականացնելու համար, այսինքն Ջողազի ջրամբար չեն կարող գնալ տեղացիները։ Այն ափի, որտեղ որ հողամասեր ունեն, չեն կարող գնալ։ Ուղղակի ճանապարհը հանձնվել է, բայց վերադառնանք էլի մեր անվտանգության համակարգին, հա, ակնհայտ է, որ առանց բնակչության ժողովրդի եւ հայ ազգի ամբողջական եւ անմիջական ներգրավման, հա, մենք չենք կարող դիմակայել մեր սպառնալիքներին։ Եվ պետք է ուժեր այսպես մոբիլիզացիա, զորահավաք, հա, եւ արդյունաբերության, տնտեսության, մեր դիվանագիտության, մեր, չգիտեմ, պետական ապարատի ամբողջական ներգրավվածություն, բայց առաջին հերթին քաղաքացու եւ համայնքների եւ տեղական համայնքների եւ մասնագիտական համայնքների ամբողջական մոբիլիզացիա, որպեսզի կարողանանք դիմագրավել։ Մենք չենք կարող ընդունվել տարածքային ինքնապաշտպանության այդ բաները թղթի վրա, որովհետեւ այդ տարածքային պաշտպանության ուժերը որպես այդպեսին չեն ձևավորվում։ Այսինքն նոր է ընդունվել պետք է ձևավորել։ Չէ, տարածքային պաշտպանության ուժերի մասին խոսում է արդեն եւ օրենքով սահմանվել են արդեն 3 տարի, դրանից ավել տարածքային պաշտպանության ուժերի հրամանատարությունը ձևավորվել է 23 թվականին։ Դրա մասին 23 թվականի կատարողականում 24 թվականի պաշտպանության նախարարը իր բերանով ասել է, որ ձևավորվել է, նշանակվել է հրամանատար, այդ հրամանատարների անունները հայտնի են, բայց այս վարժական հավաքները մարզպետների որ տեղակալներ պետք է լինեին դրանք։ Չէ, դրանք տեղական պաշտպանության ուժ են։ Իսկ կա տարածքային պաշտպանության, տեղական, դա տեղական ինքնապաշտպանություն պետք է մարզպետների տեղականները կազմակերպեին, այս տեղական ինքնապաշտպանության մասին նոր օրենքի փոփոխությունները, որով որ աշխարհազորը փոխարինվում էր տեղական ինքնապաշտպանության ուժերով, մարզպետների վրայից դա հանվեց, տեղական ինքնապաշտպանության ուժերը անցնում են տեղի զորամասի հրամանատարության տակ, բայց էլի պետք է հասկանանք, թե կարդանք այդ օրենքը, հա, կարդանք այդ փոփոխությունները, ովքեր են մասնակցում տեղական ինքնապաշտպանությանը, ոչ զինապարտ տղամարդ բնակչությունը։ Բականայք ինչ են անում, բա զինապարտներն ինչ են անում։ Զինապարտները ունեն այդ ժամանակ։ Հա, արդյոք իրենք զորակոչվելու են բանակ։ Զորակոչվելու են բանակ, բայց ուր։ Վարժանքների են մասնակցում։ Այս վարժանքների մասնակցությունը ես բազմաթիվ ականա, ես ինքս եմ մասնակցել։ Հա, գիտեմ, մեր պիլոտային ծրագիրը, որը շարունակություն չստացավ, որը բարձր գնահատականի արժանացավ, բայց դրանով ավարտվեց, հա, այս վարժանքների ժամանակ ինչ են անում 10 օր զորավարժը դաշտում կամ ուսումնական զորամասում անգործություն եւ 15 օր դիրքապահ։ Հա, ընդ որում այնպեսի այսինքն զուտ մարդականակի հարց է լուծում դիրքում։ Սա պատրանք է, հա, իմիտացիա, գործունեության իմիտացիա, ուրիշ ոչ մի բան։ Պետք է գնալ տեսնել առաջնագծում ինչ են կառուցում, ասենք վերգետնյա կացարաններ, որոնք որ մի արկի բաժին են դառնալու, կամ մինչև գոտկատեղը տաշած քարով երեսպատված խրամատներ, որոնք ոչ մի պաշտպանություն, ասենք իրական մարտի ժամանակ չեն։ Բայց առաջնագծում չէ, իհարկե, բայց առաջնագծից մոտավորապես 2-3 կիլոմետր հետ թիկունքում Հայաստանի Հանրապետության տարածքում մենք տեսել ենք դրա մասին կան կադրեր, նաև տեսանյութեր, թե ինչպեսի ամրաշինական աշխատանքներ իրականացվում։ Բայց այդ ամրաշինական կառույցները մի հատ 500 կիլոգրամանոց ռումբի բաժին են։
ոչ ավել։ Այսինքն զինվորականներն են դա ընդունում, որ դա այսպես խորը պաշտպանված բունկերներ մինչև 500 կիլոգրամանոց ռումբի դիմանում են։ Եթե ուղիղ այսպես պապադային բայց երկրորդը, երրորդը, այսինքն պարզ է, չէ, որ այդ կառույցները մեր Հայաստանի Հանրապետության տարածքում չունենք չդիտարկվող տարածք։ Միակ չդիտարկվող տարածքը կառուցեն դա կարևոր չէ, դրանք իմաստացիան է, որ դրանք էական ազդեցություն, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա կլինի մեծածավալ հարձակում, դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Ինչու՞։ Դե որովհետև այնտեղ էլի ասացի, այդտեղ չես կարող հրետանի կրակես, հա, ուղղակի հարմարեցված չեն։ Այնտեղ կարող ես պատասպարել ինչ-որ ռազմական տեխնիկա։ Հրետանի կարող ես կրակել։ Հակոթային պաշտպանության համակարգը մենք կարելի ասել չենք կառուցում, ունենք տեխնիկա ներկրվող ինչ-որ քանակի, բայց որպես այդպեսին համակարգ չենք կառուցում, որովհետև չունենք նույնիսկ այդքան խորություն, որ կարողանանք կառուցել շերտավորված, այսպես ասած, էշելոնացված հակոթային պաշտպանության համակարգ։ Չունենք մոբիլ հակոթային պաշտպանության համակարգ, որը անհրաժեշտ է մեզ ուղղակի ստացիոնարը ուղիղ կերպով առաջին իսկ հարվածից խոսում։ Դե մեր հակոթային պաշտպանությունը ինքը պետք է գործեր ռուսական հակոթային պաշտպանության հետ համատեղ եւ կարծես չաշխատեց դա։ Հիմա ինչ վիճակում։ Դե եթե տեսնենք, որ Ուկրաինան կարողանում է ուղիղ կերպով հարվածել Մոսկվային, պետք է հասկանանք, թե ուր էր տանում մեզ այդ ճանապարհը։ Հա, այսինքն մենք գործ էինք ունենալու այսպես մեծ, դանդաղաշարժ, դժվար տեղանքին դժվար հարմարեցվող կամ նույնիսկ չկարողանալ պաշտպանել չկարողացող համակարգի հետ, որը 20 թվականի պատերազմը եւ 22-ին է եւ 23-ին ցույց տվեց, որ ուղղակի իր նպատակին չի կարող ծառայել։ Հանուն արդարության Ռուսաստանը, իհարկե նաև Ուկրաինան ունեն էշելոնացված հակաօդային պաշտպանության համակարգ, այո, մի քանի դրոններ հասնում են տեղ, բայց հարյուրավորներն էլ չեն հասնում։ Այո, հազարավորներ բաց են թողնում, հարյուրավորները հասնում են։ Հա, դրա համար իմ ասածը ինչ է, հա, մենք պետք է լիովին հասկանանք մեր սպառնալիքները, ինչը մեզ սպասվում եւ ինչպիսին պետք է լինի։ Այս էլի դատելով, թե ինչով են զբաղված մեր զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները, ելեք նայում եմ գլխավոր շտաբի պետը լսարանում 2 ժամանոց, ասենք քննության մասնագիտական քննության, որ հարցաշարով ընդամենը հետևում է, թե այդ 2 ժամվա ընթացքում, ասենք բարձրագույն սպայակազմը ինչ է անում լսարանում։ Այսօր արդյոք նա պետք է ժամանակ ունենա դրան։ Արդյոք չպետք է որ ինքը դուրս գա այդ շենքից եւ իր ծավալված կամ խորը ամրացված, ասենք հրամանատարական կետում իրականացնի իր գործունեությունը։ Արդյոք պետք է նա որ երեկոյան գնա տուն, առավոտ գա գործի։ Իմ խորին համոզմամբ ոչ։ Իմ խորին համոզմամբ տուն գնալու ժամանակ պետք։ Մեծ զորավարժությունները եւս բավական երկար ժամանակ է չի արվում Հայաստանում կամ եթե արվում է գուցե մենք չգիտեմ։ Ինչու՞։ Անցած տարի միակ զորավարժությունը, որին մասնակցել են միջազգային զորավարժությունը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության զինված ուժեր կամ դրանց ինչ որ մի մասը, դա խաղապահ բրիգադի ինչ որ մի մասն էր, որը ամերիկյան Eagle Partner զորավարժությունը այս տարի եւս նախատեսվում է։ Այս տարի եւս նախատեսվում, բայց պետք է հասկանանք դա ինչ է։ Արտակարգ իրավիճակների արձագանք, ինչու խաղապահ ուժերի ներգրավում, ընդ որում անցած տարվանը այսպես ոստիկանական միսիայի տրամաբանությամբ էր։ Այս տարի, չգիտեմ, ինչ որ արտակարգ իրավիճակների արձագանքի մասով է։ Դա մեր զինված ուժերի զարգացման համար, ընդհանուր զարգացման համար էական դեր չունի։ Մեր զինված ուժերի էական զարգացումը էական դեր կարող է ունենալ միջազգային մեծածավալ զորավարժությունների մասնակցությունը, սեփական միջոցներով, սեփական զորքով, տեխնիկայով, որպեսզի հասկանաս նաև գնահատես, թե արդյոք քո ունեցածը կամ այն ինչ որ դու պլանավորում ես ունենալ վաղը համապատասխանում է արդյոք այսօրվա պահանջներին, այսօրվա մարտահրավերին կամ վաղվա մարտահրավերին։ Ես վստահ եմ, որ ոչ, քանի որ այդ զորավարժությունը մասնակցությունը այսպես ասած դասարանային հրամանատար շտաբային, ասենք ինչ որ զորավարժություններին մասնակցում, ոչ իրական, ոչ մարտադաշտային։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ էլ։ Սիվիլիա տաղավարում ես զրուցեցի Ավետիք Գերոբյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։